Я француз, и меня зовут Анри Верней. А на самом деле я армянин, и мое имя Ашот Малакян. Но кто во мне сильнее, Верней или Малакян? Конечно, Малакян, потому что в нем сильна армянская кровь. В нем сохранились культура и дух Армении, ее название. И сейчас это трагедия в моем сердце, потому что я армянин. Très bien, alors vas-y, toi tu leur laisses la... Non, 1 mètre. Déjà, je vais voir la densité, le près. Oui, on voit l'enfilade de face. Խոսել Անրի Վերնոյի մասին նշանակում է բացահայտել 20-րդ դարի երկրորդ կեսի ֆրանսիական կինոյի պատմության մի շարք էջեր, ինչպես նաև հայ գաղթականության եւ ֆրանսահայության պատմության կարևոր որոշ երեսակներ։ Եվ լինելով հայ մարդ, սնված հայ մշակույթով, հայ իրականությամբ, ինքնին հետաքրքրություն է ներկայացնում նաև թե ինչպես մի տարագիր հայ ընտանիքի զավակը կարողացել է օտար միջավայրում հասնել որոշակի հաջողության, չմոռանալով իր արմատները, մշտապես շեշտելով իր ազգությունը։ Թե ովքեր էին Ռոդոստոյի մալաքյանները, ժամանակի ուրեմն մամուլը թերթելիս բավական հաճախ հանդիպում ենք նրա անվանը, քանի որ հայրը Հակոբ Մալաքյանը բավական հայտնի նավաշինարար է եղել այդ Ռոդոստոյում, միայն 40 նավ նրան է պատկանել, բայց ահա այս բարեկեցիկ ընտանիքը ստիպված է եղել հեռանալ Թուրքիայից, ապաստանել Մարսելում եւ իրենց որդին էլ Աշոտը ամբողջ իր մանկության ժամանակ պետք է տառապեր այդ եկվորի բարդույթով։ Ես չսիրեցի Աբա Պինյոնին։ Նա կռահելով այդ ինձ դատապարտեց մի փոքրիկ անձնական դժոխքի, նստացնելով ինձ դասարանի վերջին մասում, աշակերտներից 5-6 նստարան հեռու։ Ռեժիս, ասա տեսնեմ, որևէ մեկը կարող է փրկվել առանց կաթոլիկ, առաքելական կամ հռոմեական եկեղեցու։ Ոչ ոք չի փրկվի առանց կաթոլիկ եկեղեցու։ Պարոն, բաժես։ Որ եկեղեցուն է պատկանում Զաքարյանը, պարոն։ Այսօր ես կպատասխանայի այսպես, որ դեռ Հռոմից 17 տարի առաջ հեթանոսական տաճարի ավերակների վրա կառուցված աշխարհի առաջին քրիստոնեական եկեղեցին, Էջմիածինը, որի անունը հնչում է օրներկության նման, այսինքն իջավ Աստծո որդին, ահա որն է իմ եկեղեցին։ Եթե ցանկանում եք իմանալ, որ եկեղեցուն եմ ես պատկանում, ուրեմն լսեք։ Ես պատկանում եմ այն եկեղեցուն, որն արգելում է ուրիշներին չարախոսելը։ Բավական է, այստեղ ես եմ հոգևոր դասեր տալիս։ Մենք Հայաստանում չենք։ Դուրս դասարանից։ Մայրիկ վեպում բազմաթիվ այսպիսի հուզիչ դրվագներ կա, թե ինչպես ահա ազգային խտրականության ենթարկվող Ֆրանսիան, մենք գիտենք, որ 20-ականներին Ֆրանսիան դեռևս այսպես բազմամշակութային չէր եւ եկվորների շատ դժվար վիճակում էին հաճախ հայտնվում, ամբողջ կյանքում Մալաքյանը չի կարողացել հաղթահարել այդ եկվորության բարդույթը, գուցե ասեմ, չնայած նա իրեն միշտ հաստատել է որպես ֆրանսիական արվեստագետ, բայց ասում եմ մենք այս հողում մշտական հյուրեր ենք։ Եկեք արագ, այս կողմ։ Այս կողմ դեպի աջ։ Դեպի աջ։ Այս օրը հիշարժան է։ Quand on est metteur en scène, chaque film est une mission. Donc chaque Ռեժիսորի համար յուրաքանչյուր ֆիլմ առաքելություն ունի։ Սակայն ստեղծագործող մարդու մոտ տրամադրությունները փոփոխական են։ Հայրս մի շրջան ստեղծում էր ֆիլմեր ընտանիքների, ընտանեկան կյանքի մասին, ապա էքշն ժանրի ֆիլմեր։
Ստեղծագործական ուղու վերջում նա նկարում էր ֆիլմեր Հայաստանի մասին։ Ամենաշատը հենց դրան էր ձգտում։ Հայրս կատարել է իր առաքելությունը։ Կարծում եմ, եթե չնկարեր Մայրիկ ֆիլմը, նրա ստեղծագործական կյանքը թերի կլիներ։ Donc la collaboration en termes de travail avec mon père a commencé. Իմ եւ հորս համատեղ աշխատանքը սկսվեց Մայրիկ ֆիլմից։ Կարիերաս որպես ասիստենտ սկսել եմ առանց հորս օգնության։ Եկավ մի պահ, երբ նա հարցրեց ինձ. արդյոք ուզում եմ լինել իր առաջին ասիստենտը։ Այսպիսով, 1 տարուց ավել աշխատեցինք Մայրիկ ֆիլմի վրա։ Սա համագործակցության շատ յուրահատուկ եւ բարդ փորձ էր, քանի որ թեման հոգեհարազատ է իրեն ու շատ հուզիչ։ Մեր համատեղ աշխատանքը վերջացավ։ Մենք ավարտին հասցրինք ֆիլմը։ Messieurs, le Châtelet est à vous. Merci, monsieur. Toute ta tête. On a renflé dans les glaces. Moi, mon métier, c'était de travailler avec des réalisateurs. Donc, Ռեժիսորների հետ աշխատելն իմ գործն է, բայց առանձնահատուկ դժվար էր ինձ համար հորս հետ աշխատելը, քանի որ մենք երկու տարբեր անհատներ էինք։ Ես մեկն եմ, ով աշխատանքի ընթացքում շատ ուրախ է եւ հումորով։ Շատ եմ կատակներ անում, իսկ հայրս չափազանց լուրջ էր նկարահանման հրապարակում։ Իսկ ինչը ստիպեց, որ ահա գաղթական հայ ընտանիքի, աղքատ ընտանիքի, սնանկացած ընտանիքի զավակը առաջ գնա ֆրանսիական մշակույթում, կինոարվեստում։ Այստեղ դարձյալ հայրենակցի մատն է խառը, ինչպես ասում են, 14 տարեկանում Աշոտ Մալաքյանը դիտել է Քրիստինա Թագուհին, ամերիկյան նշանավոր մեր հայրենակից Ռուբեն Մամուլյանի գլուխգործոցներից մեկը եւ էկրանին խոշոր տարերով տեսնելով հայկական ազգանուն նա հասկացել է, որ հնարավոր է, որ հայը այդ հեքիաթային աշխարհը, էկրանի աշխարհը մուտք գործի։ En revenant de chez Garbeau, je venais... Ֆիլմն ավարտվելուց հետո ես մի բան լավ հասկացա, որ մեծանում անպայման ֆիլմ եմ նկարելու։ Avec une dizaine de mots, Այս մի քանի բառերով ես փշրեցի նրանց մեծ երազները։ Vous êtes bien eu avec moi. Ես կինոյի վերաբերյալ կատակեցի։ Տեսար, մենք ծիծաղից թուլացանք։ chaque film est important et chaque film est suffisamment différent pour ne pas... Վերնոյի բոլոր ֆիլմերը կարևոր եմ համարում իրենց ասելիքով։ Դրանցից յուրաքանչյուրը այնքան տարբեր է մյուսից, որ հնարավոր չէ մեկը գերադասել մյուսին։ Մայրիկը առաջին տեղում է, քանի որ անձնական պատմություն է։ Ստեղծելով ինչպես Իկարը, խոսում է ավտորիտար բարքերի մասին։ Կապիկը ձմռան ֆիլմում բարձրաձայնում է ալկոհոլիզմի եւ մարդու հոգեկան ապրումների մասին։ Նկարահանելով անձրևը քաղաքի վրա, նպատակ ուներ ստեղծել ուժեղ մարտաֆիլմ։ Յուրաքանչյուր ֆիլմ ուներ իր ասելիքը։ Երբ հարցնում էին, թե որ ֆիլմն է նախընտրում, նա պատասխանում էր. վերջինը։ Ու ամեն անգամ այդպես էր ասում, այսինքն այդ պահին տվյալ ֆիլմն էր նրա համար կարևոր։ Նա այդ պահին ապրում էր այդ ֆիլմով։ Նա սիրում էր իր բոլոր ֆիլմերը։ Շատ այսպես համեստ է եղել իր բնութագիրը տալիս, ասում է, որ ես մեծ ուղերձներ չունեմ մարդկությանը հաղորդելու։ Ես նկարներից մեջ պատմություն պատմող եմ եւ դրա համար պարտական եմ հորս, քանի որ հայրը մշտապես թուրքական վայրագությունների պատմությունն էր անում եւ ինքը ակնապիշ լսում էր։ Հիմա իմ սկզբունքն էլ այդ է, կարողանալ հորս պես պատմել, որպեսզի հանդիսատեսը ուզի դարձյալ լսել իրեն։ Ահա մենք տեսնում ենք հայկական ինչ-որ հիմք
ենթաշերտ նրա ուրեմն ստեղծագործական մոտեցման մեջ։ Sans bouger là, vous revoyez tout, il faut y être là, vous êtes à Aftevan. Nous sommes passés devant des centaines et des centaines de cadavres sans tête. Le commandant des troupes turques avait fixé à 600 livres chaque tête d'Arménien. Վերնյոյը միշտ խոստովանել է, որ հայկական թեման 45 տարի եփվել հասունացել է իր մեջ եւ պատահական չէ, որ այս վերջին աշխատանքները լիովին տարբերվում են նախկինում իր նկարահանած կինոնկարներից, քանի որ ամբողջովին հիմնված են իր անձնական մանկության, հուշերի, կյանքի փորձառության վրա։ Բայց Վերնյոյը հետաքրքիր է, որ միշտ մերժել է նման մոտեցում, ասելով, որ սա խիստ անձնական պատմություն չի կարելի համարել, քանի որ դա ավելի հավաքական ֆիլմ է ընդհանուր բոլոր հայ տարագիրների ճակատագրի վերաբերյալ։ D'abord comme un document indispensable. Հորս ֆիլմերն առաջին հերթին կբնորոշեն որպես անփոխարինելի փաստագրական նյութ, մինչ օրս ցավոք սրտի չբացահայտված այնպիսի մի հարցի շուրջ, ինչպիսին է հայոց ցեղասպանությունը։ Երջանիկ եմ, որ հայրս կարողացավ իր տաղանդը ներդնելով դիպչել այն մարդկանց սրտերին, ում իրականում չեն առնչվել այս դեպքերը։ Անշուշտ գոյություն ունեն այդ դեպքերը փաստող պատմական վավերագրեր, սակայն իրականում տեղի ունեցած իրադարձություններն աշխարհին հասանելի դարձնելու լավագույն ձևը հուզիչ պատմությունն է։ Այս ֆիլմում խոսքը միայն հորս ընտանիքի մասին չէ, դա տարագիր ժողովրդի պատմությունն է, որը հուզել է միլիոնավոր մարդկանց սրտեր, ընդ որում ոչ միայն հայերի։ Լսիր ինձ, Աբգար։ Գաղթականությունը մի հիվանդություն է կրում իր մեջ։ Կարոտն այն ամենի, ինչ ունեցել ես եւ ավաղ կորցրել, այդ հիվանդությունը կամաց է սկսվում ու տանում քեզ դեպի ետ, այն կարոտալի անցյալը եւ դաժանաբար հիշեցնում, թե ով էիր, ինչ դարձար, ապրել է պետք, վաղը կգամ քո գործարանը, կգնանք միասին։ Իսկույն ետ վերադարձիր, մայրիկ, ասա, ինչ բան է հայը։ Ասացի սենյակդ քաշվիր։ Je n'ai pas connu les deux sœurs qui étaient ni son père qui était déjà Երբ հանդիպեցի Անրիին, նրա հայրն ու քույրերը արդեն մահացել էին, բայց Անրիից եւ նրա մայրիկից շատ պատմություններ եմ լսել։ Նա շատ կապված էր իր հայրենիքին, բայց միևնույն ժամանակ ուզում էր, որ զավակները ներգրավվեն եվրոպական, ֆրանսիական ապրելակերպին, քանի որ Ֆրանսիայում ապրելը նրա ընտրությունն էր։ Մենք հայ ենք, դա հոսում է մեր երակների մեջ։ Այն ինչ զգում ենք այստեղ գալով, անկախ մեր ցանկությունից այնքան ուժեղ է, որ դրոշմվում է հիշողության մեջ եւ փոխանցվում ապագա սերունդներին։ Հիանալի է, եթե հնարավորություն ունենք ինչ-որ բան անելու Հայաստանի համար։ Հայրը սպասել է 60 տարի, որպեսզի ինչ-որ բան անի հայերի համար կինոյի լեզվով։ Այսպիսով, կարևորն այն է, որ չմոռանանք մեր հայելիները, քանի որ մեր ինքնությունը այս կամ այն կերպով գտնելու է իր արտահայտման ձևը ֆիլմ նկարահանելու, նկար կամ գիրք ստեղծելու միջոցով։ Mon sentiment d'être en Arménie, un sentiment formidable. Հայաստանում աննկարագրելի զգացողություններ ունեմ։ Կարծում եմ, մեզ հարստացնում է սեփական արմատներին վերադառնալը, հայ ազգայությունը մեկ այլ տեսանկյունից բացահայտելը։ Չէ՞ որ Հայաստանի մասին իմ պատկերացումները ստեղծվել են հորս շնորհիվ, երբ դեռ երեխա էի։ Այսօր Հայաստանում գտնվել նշանակում է վերաբացահայտել այս երկիրը, այս մշակույթը։ Էջմիածնում հայկական ոգու հետ միաձուլվելու զգացողություն ունեցա։ Կարծես թե Անրիի բոլոր նախնիները այնտեղ լինեին։ Հայաստանը յուրահատուկ երկիր է ու շատ կուզեմ կրկին վերադառնալ այստեղ։ Կուզենայի ռեժիսոր դառնալ ինչպես իմ պապը։
Patrick Malakian qui a assisté à l'ensemble du tournage et qui a assisté son père sur le tournage. Patrick, sur scène s'il te plaît. Bon, le temps que Patrick arrive... Peut-être on verra quel sera mon prochain film. Հնարավոր է, որ իմ ֆիլմերը նույնպես ապագայում ներկայացված լինեն Ոսկե ծիրանին, մրցութային կամ ոչ մրցութային ծրագրում։ Սա հորս մրցանակն է։ Արվեստագետի համար շատ կարևոր է պրոֆեսիոնալների գնահատականը։ Հանդիսատեսի գնահատականը նույնպես չափազանց կարևոր է գրողի, նկարչի կամ սցենարիստի համար։ Սակայն պրոֆեսիոնալների մասնագիտական որակումները, նրանց գնահատականները առաջնային են։ Երբ այդպիսի գնահատական ես ստանում մի երկրից, որի ծնունդն ես ինքը, որի տառապանքը տեսել ես քո աչքերով, այդ գնահատականը անգին է դառնում։ Երբ ասում են, որ այս մրցանակը ավելի կարևոր է, քան բոլոր Օսկարները եւ Սեզարները, նկատի ունեմ, որ այն շատ ավելի մեծ արժեք ունի, քանի որ իմ երկրի գնահատականն է։ Տարի է, երբ որ թիմաց գելակ, գսեիք ինձի երբ հայերու մասին ֆիլմը պիտի շնես։ Եղավ,